Hence նոր մի հատ trailer արա, camper, travel trailer։ Բարի օր, իմ անունը Արտակ է։ Հիմա ես այս camper-ը առա, ուրեմն պրոբլեմն է նա, որ ինքը ջրի մեջ է եղել, գրած է որ fresh water damage, այսինքն պարզ ջրի վնասվածք ունի, բայց նկարների մեջ չկարողացա գտնեմ որն է։ Գտա որ այստեղ դիմացն է մի քիչ վնասված, ինքը լավ կեղտոտ է, ասենք բորբոս, բան, ասենց բաներ եղել, անտառում է կանգնած եղել։ Թրեյլերը գտնվում է Միսիսիպի, որը որ իմ մոտից 1900, ասեմ 1900 մայլ հեռու է։ Ես Կալիֆոռնիա եմ ու պիտի գնամ բերեմ իմ մեքենայով։ Կփորձեմ ճանապարհը նկարել, ոնց եմ գնում։ Հիմա ես ձեզ ցույց տամ ինչն է այստեղ խնդրեմ։ Նկարներով եզրակացություն եմ անում, որ այս էլեկտրոնիկայի խնդրեմ ունի, որովհետև այս անինգը, այդ նավես են ասում, անինգը մինչև վերջ չի փակվել։ Մի բան կա, համել բանա, այստեղ կապած է։ Շատ հնարավոր է որ ինչ-որ մի բան կոտրված է։ Slide out-ը, որ այս մասը դուրս է գալի ավելի մեծանում է, այստեղ խնդրեմ ունի։ Ես մի նկարի մեջ չէ, բայց մյուս նկարի մեջ լավ երևում է, վրայի կեղտն է եկել։ Այստեղ ինչ որ չափով երևում է, որ ինքը ծուռ է նստած։ Այդ նշանակում է կամ լավ չի փակվել, կամ ինչ-որ մի վնասված բան ունի։ Սեն ժամանակ շատ է լինում, որ վատ սյուրպրայզների ես հանդիպում, ավելի շատ վատ սյուրպրայզի, քան թե լավ։ Լավերը քիչ անում, սրանք փորձում են նենց անեն, որ խնդրեմը հնարավորին չափ քիչ տեսնես։ Okay, ամեն դեպքում առել եմ, պետք է գնամ բերեմ, տեսնենք ինչն է խնդրեմը լինելու, տեսնենք ինչ վատ սյուրպրիզի ես կգամ, սովորաբար պետք է բերեմ, սարքեմ, մաքրեմ ու վաճառեմ։ Ներսում ինչ կարծես լավ է երևում, տենց բան վտանգավոր բան չեմ տեսնում։ Այստեղ ջրի այդ էֆեկտը, որ խոնավություն է եղել մեջ է երևում, ավերևում, մաքրություն է ուզում ընդհանուր, հատակը օքեյ է, շատ դեպքերում հատակի վրա ավազ է լինում, որ լավ ջրի խնդրեմա ունեցած է լինում։ Հիմա ես չգիտեմ ինքը ինչից է, ջուրը ոնց է գնացել մեջը, կամ խորտակվել է, կամ անձրևա ջուր է, կամ գետի ջուր է, չգիտեմ, որ գնամ իրան տեսնեմ, արդեն պարզ կլինի։ Այս թրեյլերը լավ կեղտոտ է, այդ կարող ասեմ հաստատ։ Մի խոսքով, վաղը գործի եմ, հարսանիք եմ նկարում, որը որ իմ հիմնական գործն է, այնտեղից որոշել եմ գամ ու մի անգամից ճանապարհ անցնեմ, չգիտեմ, եթե ստացվի տենց։ Եթե չէ, մի քանի ժամ կքնեմ, նոր ճանապարհ կգնեմ։ Հիմա ճանապարհի մասին մի երկու բառ ասեմ։ Ահա, ինքը գտնվում է Jackson, MS, Mississippi։ Տեսնենք ոնց եմ գնալու։ Տեղը Mississippi, direction, իմ կետը մի հատ գտնենք, որտեղ ենք մենք։ Ես տեղ եմ, LA, Los Angeles, California, okay, մոտավորապես նշեմ տեղս։ Հիմա ինքը կտա իմ ճանապարհը 1865 մայլ, 10 freeway-ով, որ ավելի ներքև է, իսկ ստեղ որն է մյուսը 40, որը որ 1855 մայլ է, ավելի կարճ է ճանապարհը 40-ով, բայց ինչա ինձ 10-ով տալի, չգիտեմ։ Okay, լավ։ 40-ը վերևով է գնում, այսինքն ստեղ freeway-ից դուրս ես գալի այս մասից, այսքան տեղը highway է կոչվում։ Highway են ասում են ճանապարհները, որոնց վրա, որ ասենք մի անգամից մտնում են, դուրս են գալի, շատ անգամ սվետաֆորներ կան, լուսավորներ կան։ Okay, իսկ freeway-ն է, որ ուղիղ ճանապարհ է, ասենք այտենց մտնել դուրս գալը հատուկ ձևի է ու լուսավորներ չկան։ Հիմա այստեղ ներքևով է տալի, որը որ այդ 10-ն է ու ավելի երկար է, քանի որ ես առանց պրիցեպի եմ գնալու, առանց թրեյլերի եմ գնալու, 40-ով վերևով կգնամ, սենց կիջնեմ Dallas, Dallas-ից կգնամ այստեղ Mississippi կմտնենք։ Բայց հետ գալուց արդեն կորոշեմ, որ ճանապարհով հետ գամ։ Շատ հնարավոր է որ 10-ով գամ, որովհետև թրեյլերը հետևս կապած չեմ ուզ ես Ստեղ անտառներ են արդեն, ստեղ արդեն ոլորաններ կլեն ահագին։
երևի դժվար է ճանապարհով գամ, ավելի լավ է 10-ով մի անգամից կգամ, այստեղ 20-ա տալի, հետո 10։ Լավ, ճանապարհ կընկնեմ, կնկարեմ, տեսնենք ինչա դուրս գալի, ոնց եմ գնում, մատերս խաչած, վատ սյուրպրիզի ռաշ չգանք։ Տեսնենք ինչա ալում տեղյակ կպահեմ, լավ մնացեք։ Գործի մեջ ասոնիկ եմ նկարում, որը որի հիմնական գործն է։ Հետ վերջացնեմ, մի անգամից պետք է շարժվեմ դեպի Միսիսիպի, թրեյլերի հետևից։ Վերջապես ինձ հաջողվեց քաղաքի խցանումներից փախնել, կանգնեցի մի հատ սուրճ վերցնեմ, Starbucks, սել մեր մեքենան, հլը նոր 2 ժամ եմ քշել, հլը բան չեմ քշել, լավ կամաց շարժվենք, սել իմ տեղերը, որ պատրաստել եմ քնելու համար, որոշ ուտելիքներ եմ հետս վերցրել, տեսնենք ինչ կլինի։
Արիզոնային, հեսա Կոլորադո գետի վրայով պետք է անցնեմ։ Կալիֆորնիա ստեղ վերջանում է։ Ահա։ Էս էլ գետը։ Ամեն անցնելուց սիրում եմ ստեղ մի սիգնալ տան։ Վերջ, մտանք Արիզոնա։ Ստեղ կարամ ավելի արագ էլ քշեմ։ Արագությունը կարծեմ 75 մայլ է տալի։ Հիմա կտեսնենք ստեղ միտեղ պիտի հենա տեսնում եմ արդեն գրած է։ Այս էլ արագության սահմանափակումը 75 մայլ։ Գնացինք։ Ես հələ ինչքան վառելիք ունեմ 50 մայլից կկանգնեմ, որ լցնեմ բակս 55 գալոն եմ սարքել։ Իր օրիգինալը 34 էր, եթե չեմ սխալվում։ Ավելի երկար եմ գնում, ավելի շատ ավելի հարմար է։ Մոտենում եմ Lake Havasu City Exit-ին։ Այս քաղաքը Lake Havasu շատ հետաքրքիր քաղաք է ու ինքը ավելի հետաքրքիր է իր կամուրջով, որը որ բերել են Լոնդոնից ու հավաքել են այս քաղաքում։ Իսկ ինչ վերաբերվում է կամուրջին, կամուրջը իրականում սարքել են 1831 թվականին Թոմս գետի վրա Լոնդոնում եւ ժամանակի ընթացքում չհամապատասխանելով քաղաքի մեքենաներին գետի բարձրացմանը, թե ինչ, ինքը, եթե չեմ սխալվում, սկսում է խորտակվել, մի խոսքով, կամուրջը քանդում են ի վերջո, ու Ռոբերտ անունով ամերիկացի մեծահարուստ մեկը այս կամուրջը առնում է $2.5 միլիոն այն ժամանակներում, այսինքն այն ժամանակներ ասելով արդեն 1960-ականների մեջ, ու 1971 թվին այս կամուրջը բերում են ստեղ ու հավաքում են, բերում են Կալիֆորնիայից մեքենաներով քար, որոնք որ համարակալած են ըլնում արդեն քանդելուց, բերում են ստեղ Lake Havasu հավաքում են։ Հենց դրա համար կոչվում է London Bridge։ Անհավատալի գեղեցկություն, անհավատալի պատմություն։ Շատ սիրուն է։ Խորհուրդ եմ տալի, գնացեք նայեք։ Շատ գեղեցիկ տուրիստական կենտրոն է։ Համենայն դեպս իմ կարծիքով 1000 անգամ ավելի լավ, քան Palm Spring-ը, որտեղ որ մերոնք շատերը գնում են։
լավ հոգնել եմ, կանգնեցի, որ մի կտոր հաց ուտեմ։ Տեսնենք ինչ ունենք ստեղ սառնանում։ Լավ մենակ ջուր է երևում։ Պանիր։ Մի րոպե։ Հա, լավ, ընդեղ է։ Դե լավ, ես մի կտոր հաց ուտեմ, շարժվեմ։ Բարի լույս, ես հələ Նյու Մեխիկոյում եմ, միտեղ կանգնեցի, որ հանգստանամ, քնեմ, հիմա մի հատ թեյ խմեմ, ու գնեմ ճանապարհ, հələ որ համարյա թե 1000 մայլ ունեմ քշելու, մի քիչ։
Վերջապես մտա Տեքսաս։ Մի քիչ ինձ տպավորություններ երկար միշեցի Մեքսիկոյում։ Windmill-ի թևերից մեկն է։ Windmill-ը այդ որ կամուտ էներգիա են ստանում հայերենով հողմա չգիտեմ ինչ ասած դասել հենց այն ինչի մասին որ խոսում էի Անգնեցի, որ դիզել լսնեմ սալյար նայեցինք։ Ահա, ստել հայրկան։ Այս ամենամեծ լցակայանն է, եթե չեմ սխալվում, այսինքն չեմ սխալվում, 120 պոմպ ունի։ Համել տուրիստական կենտրոն է, նայեք, վերջը չի երևում։ Ամենամաքուր, ամենաէժան Տեքսասում։ Կոչվում է Բակիս։ Ներսը Տեքսասի լավ մսեր կա, ստեյքեր, բաներ, տարբեր տեսակի պատրաստում են։ Հեսա կմտնեմ ներս։ Երևի հենց տեղը մի կտոր բան կուտեմ ու ճանապարհը կշարունակեմ։ Գինը ստեղ 2.98 մի գալոնը։ Այս էլ ներսը։ Մեր հայերից շատերը սրա մասին սկի չգիտեն, որովհետև ստեղ տրակ չի գալի, տրակ չեն թողում ռեյսավիկներին։ Չեն թողում ստեղի պարկինգը մտնի, դրա համար հայ չի գալի ստեղ։ Այս իրանց սուվենիրները տեսակ։ Ահա, ընդ գորգորոսները դրին, այդ նշանակում է միսա դուրս գալիս իրանց թոնդերից։ Այստեղ քաղցրեղեններն են։ Այն կողմը էլի շորեր, այնտեղ outdoor բաներ, կեմպինգ, պիկնիկ։ Սա մոտիկանանք մսի սեղանին։ Բայց այս մսերը սաղ քաղցր են։ Իրանք արդեն ստեղ պատրաստել են տարբեր տեսակի։ Ջեմերը ավելացնում են գլխին։ Բերեց։ Ես իրանց խառնաշփոթն է իմ լեզվով ասած կոմբոն, ինչ ասես մեջը կա, սոսեջ, տավարի միս, խոզի միս, սա խառնել են իրար սրան մեջ։
բավականին մեծ տեղ է։ Ես ճիշտն ասած ավելի գերադասում եմ սրանցից մի բան վեկալեմ, մի անգամ վերցրել եմ, շատ ավելի համով էր, այդքան քաղցր միշտ չեմ սիրում։ Այս սրանցից ինչ-որ մի բան։ Texas ինչ-որ cheese steak burrito։ Սա է։ Մի խոսքով այնքան բան կա մարդու գլուխը պատատում է, չգիտես որը վերցնես։ Զուքան իհարկե սրանով չեմ մտնի, որ խայտառակ չլնեմ, բայց գնանք մոտիկ։ Իսկականից շատ մաքուր զուքարաններ է, ամեն մեկ իր կաբինետով ու մի հատ չի, երկու հատ չի, մոտավորապես երևի 100 հատ մի անգամից տենց փոքր սենյակներ է տուալետի։ Ահա։ Սել տուալետն իրանց, մենք ձախ կողմը կանայք են, աջ կողմը տղամարդիկ։ Ես էլ Texas style մեր բաստուրմաները։ Բակիսները, ճտերը սան շատ են սիրում։ Լավ, ժողովուրդ, զբաղվեմ իմ հարցերով, տեսնեմ ինչ կլինի։ Ես դիտմամբ հեռու կանգնեցի, որ գոնե մի քիչ քայլեմ։ Մոտիկանում եմ Լուիզիանային, մթով արդեն կմտնեմ Միսիսիպի, ստեղ ճանապարհը Լուիզիանայից Միսիսիպի արդեն կարճ է, այդքան երկար չի, ամենաերկար երևի ես Թեքսասն ու Նյու Մեքսիկոն էին։ Բարի լույս, վերջապես տեղ եմ հասել, այսինքն երեկ գիշեր մեքենայի մեջ քնեցի մի տեղ, ստեղ մոտակայքում։ Հիմա 15 րոպե մնացել որ բացվի, սպասում եմ։ Ասում եմ, տեսնենք ինչ կլինի, ինչ գլխներից կգա,
որովհետև որ ակշնից առնում ես, սենց մեկ-մեկ է վատ սյուրպրիզների կարաս սպասես, կամ հակառակը։ Հույսով եմ ամեն ինչ նորմալ կլինի, կարողանամ կպցնեմ մեքենային, քաշեմ տանեմ։ Ինձ ուղեկցեցին սրա մոտ։ Էսել են ինչ որ ես առել եմ։ Ճիշտն ասած մի քիչ տխուր է տեսքը։ Շատ ավելի տխուր է, քան թե նկարներով կար։ Նենց էին նկարես մասերը չեր երևում։ Ամեն դեպքում հələ ներսն էլ չեմ մտել, արդեն վախենում եմ ներս մտնեմ։ Ծաղիկներն աչում ստե արդեն։ Տակը ոնց որ նորմալ է, կարամ կապեմ քաշտամ, վտանգավոր բան չեմ տեսնում ամենայն դեպս տակից, բայց վիճակը տխուր է։ Զգացում է, որ ջրի վնասված է։ Լավ էլ վնասված է եղել։ Հիմա առաջի անգամ եմ բացում ներսը, նայենք հələ։ Այս խիակապ է։ Ահա։ Մի րոպե։ Վաու։ Հետաքրքիր է։ Ներսը վատ վիճակում չի։ Ասեմ լավ էլ մաքուր հոտ է գալի, այս մեկը չէի սպասում։ Բայց երևում է, որ սկաց է, ոյ, պոլերը շարժվում է։ Ես ներսել չեմ կարա մտնեմ, ստեղ դուրը փակված է։ Սրանք սաղ ասում են, որ ջուրը լավ բարձր է սրա մեջ։ Ուռել է այս փետերը։ Հետաքրքրում է, եթե էլեկտրոնիկան որոշ բաներ աշխատում է, TV-ն ոնց որ նոր է լինի։ Ամեն դեպս TV-ն այդքան կարևոր չի։ Ստեղ կարևոր է այս տակերը, որ ուռած չլինի։ Մի քիչ ուռած է, այդքան վախենալու տեսք չի տալիս ընդհանրապես։ Այս սրանք է, չգիտեմ երևում է թե չէ, սառնարան հայրը բացենք։ Հետաքրքիր է։ Ընդհանուր մաքուր է երևում, բայց լավ, հələ մեքենային կապեմ, տեսնեմ ինչ եմ անում, մի հատ էլ հետո կպտտվեմ ստեղից դնքան, որ դուրս կամ, վայ, ես պոլը չկա։
նշած տեղից դուրս գամ։ Հանուր մի հատ էլ նորմալ նայեմ, որովհետև այս ավազների մեջ մի քիչ հնարավոր չի այդքան։ Դուրս գամ մի հատ լավ կապեմ ու ճանապարհ կգնեմ։ Սա հեչ է օլի խնդիրն է, որ հեչ դուրս չեկավ, դրա սարքելը շատ մեծ պատմություն կարա լինի։ Այս սրանք այս մանրմուներ բաները հետ չնայած սա ամբողջ պոլն է վարի փտել է։ Սի երկար է մնացել ջրի մեջ։ Ոնց որ թե ոնց որ ասեցի 2000 մայլ քշելը սրանով այդքան պրոբլեմ չի լինի, որովհետև տակը նայեցի ամեն ինչ օքեյ է, բայց ես զգում եմ, որ մեջը ջուր կա, որովհետև ակերի ծերևում է, որ ինքը ծանրացած է։ Լավ, յարդից դուրս գանք, տեսնենք ինչ ա լինում։ Լավ, ես զգուշությամբ հոսանքը միացրեցի, լույսերը վառում է, լույսերը ստուգեցի արդեն, ճիշտն ասած, ամեն ինչ օքեյ է կարծես լույսերի հետ։ Հիմա մի հատ լույսերը անջատեմ, մտնեմ ներս փորձեմ այս անինգը, նավեսը, մեկ էլ անինգը, մեկ էլ այս slide out-ը տեսնեմ ինչ վիճակում է, այսի։ Սրանք եթե աշխատում է, ուրեմն կոմպյուտերը վնասված չի, այսինքն slide out-ը կոմպյուտեր ունի, անիկը կոմպյուտեր չունի, սրանք ավելի էժան բան է, բայց այս պոլի վիճակը իսկականից շատ տխուր է, հələ նայեք, կարող է չի երևում վիդեոյի մեջ, բայց էսի լրիվ կերել է ջուրը, ինչ եմ անելու չգիտեմ։ Լավ, հələ փորձենք այս անինգից սկսենք։ Ահա անինգը աշխատեց, այստեղ կապել են այս խելոքները, կարամ կտրեմ, կապել են կապը, ես սենց, օքեյ, հիմա փորձենք, արի սենց պահեմ, լավ, ոնց որ էսի աշխատում ամեն դեպքում իրա վնասվածներով բանով մինչև վերջ բացեմ, թող ուղղվի մի հատ է հավաքեմ, այս հələ ջուր է թափում մեջից։ Հետաքրքիր կլինի, որ ես ամեն ինչ որ անում եմ, հետո հետ չկարողանամ հավաքեմ։ Աստել լրիվ փոկած է, դրա համար է սենց է գնացել։ Այսի պետք է գա առաջ կապնի ես։
Ես ես ոնց եմ սարքելու չգիտեմ։ Լավ, մի հատ աստիճանը բերեմ, կանգնեմ սրանք երևի սկոչով բանով կպցնեմ, որ ինքը ավելի ձիգ լինի ու փաթաթեմ հետ։ Լավ, հիմա slide out-ը փորձեմ։ Ես էլ աշխատեց, ես քեզ մի հատ պլյուս, բայց մինուս այնքան մեծ է, որ ես էսի կարողա չսարքեմ, ամբողջը ներսը պետք է քանդվի հանվի դուրս, ամբողջը, գետինը լրիվ փտած է, այսինքն ջուրը կերել է, սրանք չգիտեմ ես ինչ մատերիալով է սարքած, ես, հեսա, մեկ ստեղ, Օպա, ես ստեղ ընգա մեջը, ես աստեղ, լույս կա ստեղ, հիմա նայենք ներսի սենյակը, ես ասի չեմ էլ նայ նկարների մեջ էլ չկար, ես դու ծուր, ես հեչ, վայ, ստեղ հլը, մատրասը հլը, ցելոֆանի մեջ է պլաստիկի հեսի, նես տպավորություն է, ոնց որ ինքը նոր թրեյլերը չօգտագործված, ուղղակի շտորմի մեջ է անգել դիլերում ու սենց մնացել է, որտեղ բաներ եմ տենում, որ ընդհանրապես օգտագործված չի, անգամ նորի հոտ է գալի մեջից, հետաքրքիր է որ խոնավության ոչ մի հոտ չի գալի, այս էլ բալանիները, ես էլ ման էի գալի, լավ մոդել է, ափսոս, տեսնենք ինչ կլինի, հիմա կարևորը տեղավորեմ, ամեն ինչ կապեմ, ոչ մի բան որ չկոտրվի, երկար ճանապարհում եմ քշելու, ամեն ինչ կապեմ ու ճանապարհորդեմ, ամեն ինչ տեղն է, չնե գողաց է, հələ սենց նայ է, հետաքրքիր է, դնենք ստեղ չընկնի, բալանիները կհանեմ, կփակեմ, լավ, slide out-ը ներս քաշենք, okay, հետաքրքիր կլինի չգա, այսի լավ չէր, ընդհանրապես երբ որ slide out-ը աշխատացնում ես պետք է ինքը բանի վրա ալնի, լևելի վրա ալնի ասում ես լավ պետք է անջատեմ որ իրան օգնեմ գա, թե չէ չի գա մի բան եմ ենք ավելացինք ստեղ տուալետում ամեն ինչ օքեյ էր լույսեր վարվում այնտեղ չտեսա չէ լավ չեմ կարել բացում բանալներն էլ փակեմ ու շարժվեմ երկար մնացի նորից կստուգեմ լավ տեսնենք ինչ ալնում հա հակերը չմոռանամ մեկ է ստուգեմ
էլ չքշած, այստեղ պրոբլեմ ա եղել, արդեն մի ժամից ավելա կանգնած եմ։ Ես է դուրս կամ։ Ուй։ Եթե շատ լուրջ պրոբլեմա էսի կարողա ժամ չէ, ժամեր քաշի։ Արդեն ընդ հողերի մեջով է շատերը քշում։ Բանը պետք է զբաղվենք, թե չէ։ Երկու ժամից ավել կանգնելուց հետո ոնց որ դե շարժվեցինք։ Մարդ կա քնել ա մեքենայի մեջ։ I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. Հասա Դալլաս մութը վրա տվեց ու ճանապարհին հասկացա որ լույսերս չի աշխատում, բայց ստուգել էի աշխատում էր։ Հիմա չգիտեմ, երևի ապահովիչն ա գցե։ Մի քիչ քանդրտեմ։ Պետք է ձեռներս մրոտվի չէ, առանց դրա ոնց կլինի։ Գիրքը քթանք։ Լավ ա որ մոտս էր։ Հիմա տեսնեմ։ Okay. Tow battery charger SC, trailer tow battery charger SC, trailer tow light module 65 ոնց որ էսի պետք է լինի 65 ուրա էսա Եթե սենց նայում եմ սա է ստեղ իհարկե դզած փչացն է զիբիլա Էսա հիմա արագ կսարքեմ ու ճանապարհ կգնենք Այն ինչը որ վստահ ասում էի էսա հեչ ինքն չէր այսա էր մոտս չունեմ կապեցի հենց ամենավերջինն է Ոնց որ ստե ասում են բինգո եղավ Լավ, հավակնեմ ու շարժվեմ ահագին ժամանակ կորցրի ստեղ կտեսնվենք
Չէի դիմանում հազիվ կանգնեցի որ քնեմ, որովհետև քունը շատ էր տանում, լավ հոգնել էի։ Բացի այդ բավականին երկար ժամանակ կորցրեցի, ես երեք այդ նայեցի մոտավորապես համարյա թե 3 ժամ ես այդ խցանումի ժամանակ կորցրեցի, որ կանգնած էի այդ ֆրիվեյի վրա։ Դրանից հետո այդ թրեյլերի լայթը սարքելուն դե մի քանի անգամ էլ նենց ընդմիջումներ մի խոսքով հիմա էլ երկար քնեցի հեսա վեկանամ լվացվեմ արդեն ստեղի ժամանակով ժամը 9-ն է ես հələ որ Թեքսասում եմ ահագին ունեմ քշելու Թեքսաս ամենամեծ ստեյտերից մի ծեր գնալու համար ամենաերկարներից մեկն է Տեսնենք այսօր ոնց կլինի Լավ անձրև եկավ գիշերը ամպրո քանի անգամ վեկացրեց ինձ Լավ վեկանամ Հիշեցնից երկը քոթովի ապրած ու մորացված անցածը հետ կերժի նորից կյանքներ ընթանում իր հանգիստունով նորից տխրեցնում էր ինձ երկը քոթովի ես ովական եմ սիրելիս կոսիջո համար Ես ուրվական եմ սիրելիս Ես ուրվական եմ սիրելիս Կոսիջո համար Ես ուրվական եմ Բայց դեր Չի ավարտվել դեր ծեսը կոթակման Արդեն Կրմերն ուզում են որ հարստան Բայց դեր Չի մորացել Սատանա Ացում Կեզ ես բասում ծերոքնի Կարավան Ես ուրվական եմ սիրելիս Կոսիջո համար Ես ուրվական եմ սիրելիս Ես ուրվական եմ սիրելիս Կոսիջո համար Ես ուրվական եմ երկեր Pero que tan mi caravana Pero humor hacia la escalona y no ya Y es que ese chile sí paraba satana Odo Zaritzar batzgazez Perkiraz bat Così lo ama Y eso lo acá
Բարելույս ժողովուրդ, ես հասատեղ երեք ամբողջ գիշեր քշել եմ, մտածեցի չթողնեմ մյուս օրվան, որովհետև առավոտվա այդ քաղաքի խցանումները ուղղակի անհնար է, ավելի հոգնածնող։ Հիմա գալիս էի հլը, լավա որ եկա, ժամը 3-ն էր գիշերվա հասատեղ։ Կանգնացրեցի, հանգստացա առավոտը շուտ տեղավորեցի։ Լավ մաքրության կարիք ունի, շատ լավն է, բայց մի քիչ նայելուց հետո որոշեցի, որ ճիշտն ասած ուղղակի կոսմետիկ մաքրեմ, իր իսկական տեսքը տեղը բերեմ, կեղտերից ազատեմ, բայց առանձնապես գետնին ձեռ չեմ տալու։ Ինչի որոշեցի չանեմ, որովհետև իսկականից այս գետինը սրա շատ վատ վիճակում է, այս ամբողջը պետք է դուրս գա։ Ստեղից սկսենք։ Այս աստիճանը չել պահում, որովհետև տակը դատար կա, փտ է գնացել այդ plywood-ը։ Մենք plywood ենք ստեղ ասում, պրեսովկի են այդ ֆաներան։ Հələ նայեք մեջ ինչ սիրուն է։ Մեծ։ Ամբողջ գետինը շատ վատ վիճակում է, ահա, հեսա։ Ստեղ էլ չկա, դատար կա։ Ամբողջը դատար կա։ Նույն բանը տոալետում է կատարվում։ Նույն բանը ստեղ է, միտեղ ուռած է, միտեղ չկա։ Ասա չկա։ Ինքը ընդհանուր շատ լավ տեսք ունի, այտենց չլած չի։ Մի երկու անգամ են ոնց որ օգտագործե, բայց լավ են օգտագործե։ Ես իմ ուր են գնացել սրանով անապատներ, չգիտեմ ինչ, այս փոշին է դա ասում։ Հələ մի հատ նայեք, այս փոշուն, էսի կոնդիցիոներն է AC-ին, սրա փոշին է դա ասում, որ լավ փոշոտ տեղեր են եղել իրանք։ Appliance-ները, գազը, ասենք մակրովեյը, մյուս բաները այդքան օգտագործած չեն։ Թան վիճակում են։ Սառնանը մի քիչ կեղտոտ է, բայց էլի լավ վիճակում է ընդհանուր համեմատած իմ տեսածների։ Ննջասենյակը այս ցելոֆան անգամ էս մատրասի վրա է, չեն էլ հանել, այսինքն հələ նոր է։ Իրա պրոպեին թենկերը անգամ իրա դիլերից դուրս է կացնեն։ Հիշեցնեմ, որ էսի 21 թիվ է։ Ու շատ լավ պահպանված է, տակը ժանգ բան չկա, տենց առանձնապես խափուսիկ է մի քիչ, բայց պոլը լրիվ ջրի մեջ է եղել, ինչ է եղել, տենց փտել է այդ գետնի այդ մասերը։ Էս էլ իր այս մյուս տեղաշորները։ Այստեղ իսկական ընտանիքի համար է, որ սենց հաշվես, վերևը 2 երեխա, ներքևը 2 երեխա, այս սեղանը իջնում է ներքև, դառնում է, էլի 2 հոգի կարա քնի կամ մի հոգի, դե էս էլ մեր չափանիշներով Ամերիկայի queen size-ը։ Հələ ստեղ նայեք։ Պոչ կա ընդհանրապես։ Մի խոսքով այս ամեն ինչը պետք է դուրս գա, եթե ես ուզում եմ էսի սարքեմ, բայց չեմ ուզում գլխիս երկար project հավաքեմ, կարամ անեմ, բայց չեմ ուզում, որովհետև նախ այս ամբողջը պետք է դուրս հանեմ, դուրսը թափեմ, այդքան տեղս շատ մեծ չի, որ հերիքի այդ ամեն ինչի համար ամբողջը գետինը թազա հավաքվի, նորից նոր vinyl լինոլում փռվի ու այս ամեն ինչը նորից վրան թազա հավաքվի։ Մի քիչ բանա, ինձ ձեռ չի տալիս այս ամեն ինչը անել, ավելի լավ է ես էսի հենց սենց էլ ծախեմ, թեկուզ տուժվեմ, անցնեմ մյուս project-ին։ Իսկական ընկերական բան է, գնաց ձկնորսության կամ անտառ, որևիցե միտեղ ափսոս, տղեկին հավաքելու էի գնայինք միտեղ սրանով, բայց տեսնենք մյուսին ինչ կլինի։ Այսքանը սպասենք մյուս project-ին, տեսնեմ ինչ եմ գտնում, այսինքն էսի ծախեմ հետո։ Տեղս մեծ չի, թե չէ, չէի սպասի ծախելուն։ Դե լավ մնացեք, տեսնենք ինչ ալնում, մինչև մյուս մեր project-ը։ Լավ եղեք։